ցանկանում ուշադրություն հրավիրել բոլորիս այն կարգավորման վրա, դուք արդեն վկայակոչեցիք իրական շահառու հետ կապված կարգավորման օրենսդրական, որտեղ միայն գույքի հետ կապված վերահսկումը չէ, որ իրական շահառու լինելու մասին է խոսում։ Այդ կարգավորումը խոսում է նաև անձին վերահսկելու մասին։ Ինչպես պարոն Եղունյանը ներկայացրեց, մի շարք գույքերի մասով, այդ թվում օրինակ դրամական միջոցների ստացում եւ այլն։ Մենք ուղղակիորեն ունենք այդ գործարքները եւ գույքերը վերահսկելու վերաբերյալ տվյալ, բայց բացի այդ նաեւ բոլոր նախորդած խոսքերը եւ տրամաբանությունն ամբողջությամբ վկայում են այն մասին, որ իր աշխատանքի բերումով, իր հետ Հովիկ Աբրամյանի հետ կապի բերումով անձը վերահսկվել է Հովիկ Աբրամյանի կողմից եւ անձի կողմից կատարված գործարքները այդ փաստի ուժով իրավասու մարմինը եւս դիտարկել է Հովիկ Աբրամյանի կողմից իրական շահառուի ռեժիմով կատարված գործարքներ, քանի որ, ինչպես արդեն իսկ ասացի, իրական շահառու լինելու հանգամանքը օրենսդրը կապել է նաև անձին վերահսկելու հետ եւ բոլոր այս հանգամանքները, որոնք մենք վկայակոչում ենք, անձին վերահսկելու մասին են խոսում մեր գնահատմամբ եւ ոչ միայն դրա մասին, իհարկե նշվեց, որ իրական շահառուի վերաբերյալ օրենսդրական կարգավորման կետերը, որոնք իրար չբացառող պայմաններ են, այսինքն բոլորը միասին էլ կարող են լինել, բոլորը առանձին կարող են լինել, այս կետերը կան, այդ թվում նաև անձին վերահսկելու հանգամանք։ Նաև օրենքը չի դիտարկում իրական շահառու լինելու հանգամանքը անձին վերահսկելու մասով, օրենքը նախատեսում է, որ իրական շահառու կարող է լինել, եթե վերահսկվել է գործարքը։ Հիմա դուք որպես գործարքի վերահսկում եք դա դիտարկում, թե որպես անձին վերահսկում։ Տեսեք, ես 6-րդ նորից այդ մասով կարդամ, վերահսկել է գործարքը, գործողությունը կամ այն անձին, որի անունից կամ օգտին իրականացվել է գործարքը գործողությունը։ Օրենքը ուղղակիորեն կապում է նաև անձին վերահսկելու գաղափարի եւ երևույթի հետ, հետեւաբար չեմ համաձայնի ձեր այն մտքի հետ, որ օրենքը անձին վերահսկելու հետ իրական շահառու լինելու ռեժիմի ծագումը չի կապել։ Ուղղակիորեն է գրված եւ անձին է վերահսկել, ով էլ կատարել է իր անունից կամ օգտին որոշակի գործարքներ եւ գործողություններ, որոնք վերագրվել են պարոն Աբրամյանին։ Այսինքն վերահսկել է ոչ թե գործարքն, այլ անձին։ Կրկին ասեմ, որ բոլոր պայմանները իրար չբացառող են եւ իրավասու մարմինը վկայակոչում է բոլոր պայմանները, այսինքն հետեւյալն է հետևանքը, որ իրավասու մարմինը լինելով հայցվոր այս գործով պետք է ապացուցի այս պայմանների առկայությունը, թե որքանով մենք կհաջողենք դրանում, դա արդեն մեր ռիսկն է, այսպես ասած, բայց ամեն դեպքում մենք վկայակոչում ենք թե անձին վերահսկելու հանգամանքը, թե մի շարք գործարքներով գործարքներն ու գործողությունները վերահսկելու հանգամանքը, ինչն էլ մեզ հիմք է տվել թե փաստական, թե իրավական առումով վկայակոչելու, որ Հովիկ Աբրամյանը հանդիսացել է հայցադիմում նշված մի շարք գույքերի իրական շահառու։ Օրինակ նայեք, իրավասու մարմինը ուսումնասիրության պարզել է արդյոք թե Բագրատունի Բարսեղյանի սեփականության իրավունքով պատկանում, այդ թվում նախկինում հաշվառված 50-0005 եւ 50-9905 հաշվառման համարանի ավտոմեքենաների, այդ թվում Mercedes-Benz S500 4 մագնիշի նույնականացման համարը չնշեմ եւ Bentley մագնիշի ավտոմեքենաների առողջակի պայմանագրերը կնքվել են արդյոք Հովիկ Աբրահամյանի վերահսկման, թե ոչ, այսինքն այս պայմանագրերը, կոնկրետ այս պայմանագրերը կնքելիս անձի նկատմամբ, Բագրատունի Բարսեղյանի անձի նկատմամբ վերահսկողություն եղել է, թե ոչ, եւ գործարքի նկատմամբ վերահսկողություն եղել է, թե ոչ, եւ կոնկրետ այս գործարքի քննման ժամանակ ինչպես է դա դրսևորվել։ Հաշվառման համարանիշները 50-0005-ով համընկնում էին նույն հաշվառման համարանիշների հետ, ինչպիսի մեքենաներ վարել էր հենց Հովիկ Աբրամյանը, նրա ընտանիքի անդամները, հատկապես որդին։ Եվ բնականաբար ձեր կողմից նշված համարները կոնկրետ 50-01-005, եթե չեմ սխալվում, նախկինում Արամ Աբրամյանի անվամբ հաշվառված ավտոմեքենայի վրա էր, հետագայում դա արդեն Բագրատունի Բարսեղյանի անվամբ հաշվառված ավտոմեքենայի վրա էր։ Այսինքն մենք դիտարկել ենք, որ այդ
հաշվառման համարժների կոնկրետ թվերը հենց պատկանել այդ տվյալ ժամանակահատվածում կոնկրետ ներնշած անձանց անունով հաշվառված համարժներ պատկանել են Հովիկ Աբրամյանին։ Հաճախակի կան ձեռքբերումներ, վաճառքներ, ավտոմեքենաների ձեր կողմից թվարկված ավտոմեքենաները այդ թվում են, ճիշտ է, կան մեքենաներ, որոնց առողջարքի պայմանագրերը մեզ չեն տրամադրվել, բայց մենք ընդունել ենք մաքսային հայտարարների կամ մաքսային միջին արժեքների մեծությունները եւ այո, դրանք այդ գործակցների ժամանակ Բաղդասարյանի Բարսեղյանը այո վերահսկվել է Հովիկ Աբրամյանի կողմից։ Զուտ հիմքը հաշվառման համարանիշներն են, սարսափ են։ Կոնկրետ մեքենաների Այո, կոնկրետ մեքենաների բայց մեկ էլ է նշում, ամբողջը համակցության մեջ են դիտում։ Հիմա միայն այդ համարանիշը չէ, մենք նորից եմ նշում։ Ես մոտավոր նշեցի, բայց Բաղդասարյանի Բարսեղյանը Հովիկ Աբրամյանին այդ տարիների ընթացքում փոխանցել է 2.898.000 ԱՄՆ եւ 1.351.000 եվրո։ Այս առելի գումարներով մենք ոնց կարող ենք կենտրոնանալ հաշվառման համարանիշի վրա։ Բնականաբար բոլորը գումարում են իրար եւ մենք հետեւության ենք անում։ Ուղղակի ինձ համար անհասկանալի է լինում այդ գումարների փոխանցման կապը Բաղդասարյանի Բարսեղյանի կողմից ավտոմեքենաների ձեռքբերման հետ, ինչով է դա ձեր դիրքորոշումն է եւ այս ձեր դիրքորոշումը Անձին ավելացկի զուտ է հանգամանքով։ Հա, անձին վերա։ Եթե Բաղդասարյանի Բարսեղյանը գումարներ է փոխանցում, դա նշանակում է, որ Հովիկ Աբրահամյանը վերահսկում է Բաղդասարյանի Բարսեղյանին։ Եթե օրինակի համար կարող է ասել, որ փոխանցելի իմ հաշիվներին $2.800,000 Ինչ նախնդիր է, որ ասից քո համար ձեռքբեր Bentley Mach-ի ավտոմեքենան 50.005 համարներով։ Իսկ ինչ նպատակով որ Ես կարծում եմ մենք հենց այդ կահավարկածով ենք, որ վերահսկվել է այդ անձին Հովիկ Աբրամյանի կողմից։ Այս մեքենաների մասով կարող եմ նույն արձանագրումն անել, որ կրկին հաշվառման համարանիշներն են հիմք ընդունել, որպեսզի հաշվառման համարանիշներն են հիմք ընդունել, որ նշում եք, որ պայմանագրերը կնքվել են այդ թվում նաև Հովիկ Աբրահամյանի անունից, որովհետև ինչպես նշեցիք, իրական շահառու դիտարկելով բոլոր կոմպոնենտների նկատի ունեցել։ Այսինքն կրկին հաշվառման համարանիշները նրա անունից կնքված լինելու համար եւ նրա հաշվին կատարված լինելը նույնպես հաշվառման համարանիշներ ընդունում, թե կամ որևէ տվյալները այլ այն, որ կոնկրետ առողջարքի գումարները փոխանցվել է հենց Հովիկ Աբրահամյանի կողմից, սակայն գործարքը կնքվել է Բաղդասարյանի Բարսեղյանի անվամբ։ Այո, այդ տվյալները եւս հիմք են գտնվում։ Արդ շարունակ իր վստահելի աշխատակիցներից մեկն Տեսեք, ասում են, որ Հովիկ Աբրահամյանի հաշվին են նաև այս ավտոմեքենաները գնվել։ Ես նշում եմ, հիմք եք ընդունել ձեր կողմից թվարկածների եւ հաշվառման համարանիշ ավտոմեքենաներ, թե նաև ունեք տվյալներ, որ կոնկրետ գումար է տրվել Բաղդասարյանի Բարսեղյանին, Հովիկ Աբրահամյանի կողմից եւ Բաղդասարյանի Բարսեղյանը նրա հաշվին կատարել է այդ գործարքը։ Տվյալ չի, որ ես նշում եմ այդ մեծ գումարը Հովիկ Աբրահամյանին, նա ուղղակի Բաղդասարյանի Բարսեղյանը մուտք արել իր հաշիվներին։ Այո, դրանք կանխիկ տրված գումարներ են Բաղդասարյանի Բարսեղյանին, որոնք մուտք արել Հովիկ Աբրահամյանի եւ ընտանիքի անդամների հաշիվներին։ Դուք պնդում եք նաև, որ գործարքի գումարն է տրամադրվել Հովիկ Աբրահամյանի գործարք մեքենաների, այո, իհարկե։ Իսկ դրա վերաբերյալ որևէ ապացույցներ կան։ Ապացույցները իրենց նորից եմ նշում աշխատող եւ ղեկավար բարձր վստահության վրա եղած հարաբերություններ եւ այդ գումարների շարժերը, որոնց այդպես մասը կանխիկացվել է եւ դժվար չէ կրկին տրամադրել Բաղդասարյանի Բարսեղյանին, որպեսզի մեքենաները ձեռք բերվեն։ Ես նշեցի, որ դրա կանխիկ գործարքների արդյունքում են ձեռք բերվել մեծամասն։ Նույն հարցադրումը, այսինքն գործարքները կատարվել են Հովիկ Աբրահամյանի վերահսկման, նրա անունից, նրա հաշվին եւ նրա օգտին, արդյոք սա վերաբերում է նաեւ իմ վստահողջի անվան եւ իմ ստախի պատկանող Տավուշի մարզ, քաղաք Դիլիջան, Սարավանջի փողոց 40 հասցեի հողամասին։ Ես կարծում եմ կոնկրետ հայցադիմի այդ բաժնում դա է նկարագրված, որ այդ դրամին վերաբերվում, քանի որ ունենք նաեւ նախաքննական տվյալներ, որ կոնկրետ նշել են, որ դրանք Հովիկ Աբրահամյանի աշխատակցի անվամբ կատարված գործարքներ են ուղղակի։ Բացի, այսինքն հանենք ավտոմեքենաների հաշվառման համարանիշը, նույնիսկ բոլորը Ինչ եք հանում, ես նորից եմ նշում, որ բոլորը անշարժնիքի մասով։ Հա,
Անշարժ գույքի մասով, այստեղ ոչ թե ավտոմեքենաների, այստեղ դուք գումար փոխանցելը։ Այո, այդ գումար փոխանցելը միշտ վերագրել է, որ Հովիկ Աբրամյանն է փոխանցել, բայց անձամբ չի փոխանցել, այլ փոխանցել է Բագրատունի Բարսեղյանի միջոցով եւ Տիխոսային սեփականատերը դառել այդ հողի Բագրատունի Բարսեղյանը։ Այսինքն հիմքը, որ գործարքները կատարվել են Հովիկ Աբրահամյանի հաշվին։ Իհարկե։ Բայց կրկին կարող եմ նույնիսկ ենթադրել, որ նույն պատասխանն եմ ակնկալելու, որ ապացույցները ընդհանրական բոլոր նույն ապացույցներն են այս դեպքում ևս։ Բոլոր ապացույցներում դուք տարանջատում եք հաշվին, միշտ պետք է բոլորի կողքը, բոլոր այդ ապացույցների կողքը նշեք, որ հաշվին վերահսկման պետ անձի կոնկրետ։ Այսինքն եւ վերահսկել է Հովիկ Աբրամյանը Բագրատունի Բարսեղյանի գործակները կատարվել են իր հաշվին, այսինքն բոլոր կոմպոնենտները յուրաքանչյուրի կողքը պետք է նկատի ունենան, որ մենք դա նկատի ունեցել ենք։ Եվ գումարներն էլ այս գույքերի ձեռքբերման տրվել են Հովիկ Աբրահամյանի կողմից։ Այո։ Իսկ կոնկրետ դրա վերաբերյալ ապացույցներ կոնկրետ դրա վերաբերյալ ապացույցներ այս գումարային մեջ շարժերն են, որոնք նորից եմ նշում, որ փոխանցվել են Բագրատունի Բարսեղյանը կարողացել այդ մեծ գումարները փոխանցել միայն Հովիկ Աբրամյանի հաշիվներին։ Եվ բնականաբար նաև այնպես է վերահսկել, որ որոշակի կանխիկ գումարներով են ձեռքաբերել այդ գույքերը, ձեր կողմից թվարկված։ Նույնը կարող եմ վերագրել ձեր պատասխանը իմ հարցադրումների օգտին հաշվին վերահսկման կատարված գործարք որպես հաջորդ գույքին Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Սարալանջի փողոցի 44 հասցեի հողամասի։ Այո, կարող եմ։ Եթե չեմ սխալվում, քրեական հետապնդում դադարեցնելու որոշում են, որտեղ նկարագրված է, որ դրանք վերահսկվել են կոնկրետ։ Այսինքն հասցեներ չարասացնեմ, նույն 42, 46… Դրանք նույն ժամանակահատվածում ձեռքբերված հողակտորներ են Դիլիջանում, բավականին մեծ հեկտարներով եւ բոլորն էլ վերահսկվամբ եւ հաշիվ Հովիկ Աբրամյանի ապահովել։ Արդյոք նույնը վերաբերելի է նաև քաղաք Երևան Նոր Դավիթ Բեկի փողոց 97/21 հասցեի հողամասին։ Ի նկատի ունեմ կրկին գործարքի վերահսկումը Հովիկ Աբրահամյանի կողմից իրականացված լինելու կամ անձին վերահսկելու եւ նրա անունից եւ օգտին կատարված լինելու մասով։ Այս ժամանակահատվածում, երբ որ այս Երևան քաղաքի գույքը ձեռք է բերել, կրկին Բագրատունի Բարսեղյանի կողմից գումարներ են ուրթագրվել Հովիկ Աբրահամյանի հաշվին, թե ոչ։ Կոնկրետ Դավիթ Բեկի ասել են։ Այո, որովհետև դուք նշեցիք, որ մյուս գույքերը ձեռք բերելու ժամանակահատվածում կոնկրետ մեծ գումարներ են ուրթ ինչը ձեզ հիմք է տվել հանգելու հետևության, որ դրանք իրականացվել են նրա հաշվին։ Հիմա այս նույնը արդյոք Դավիթ Բեկի փողոցի 97/21 հասցեի հողամասի ձեռքբերման ժամանակահատվածում նույնպես գումարներ մուտք է եղել, թե ոչ։ Պահպանիչ պայման չի, որ այդ գումարների մուտքագրումները գույքերի ձեռքբերումների հետ համընկն են։ Հիմա ինչ-որ տարիների գումարների մուտքեր կլինեն մեծ ավելի շատ, բայց մենք արդեն երբ որ նայում ենք որպես վստահելի աշխատակից միշտ այդ անձին են դիմել որոշակի գործարքներին, արդեն կարող է նաև չհամընկնի, օրինակ գումարային մուտքեր չլինի հաշիվների կոնկրետ տարում կամ այդ ամսում, բայց մենք վերագրած լինենք, որ Դավիթ Բեկի փողոցի 97/21 հասցեի գույքի ձեռքբերումը կանխիկով կատարվել է կրկին վերահսկման Հովիկ Աբրամյանի, այսինքն կրկին ի հաշիվ, այսինքն դրանից գոյացած հետագայում նաև եթե չեմ սխալվում դա վաճառվում է, այսինքն գույքը Հովիկ Աբրամյանի մեր փաստացի պատկանում, եթե օտարվել է դրանից ստացված եկամուտ հաշվարկել ենք, որ Հովիկ Աբրամյանն է։ Բայց կրկին կոնկրետ ապացույցներ, որ այդ գույքը ձեռք է բերվել Հովիկ Աբրահամյանի միջոցներով, դուք կարգոչում եք ընդհանրական փաստաթղթերը, ոչ թե կոնկրետ ապացույցները։ Մեր յուրաքանչյուր վկայակոչեցը դրանք ապացույցներ են, եթե դուք նկատի ունեք, որ ինչ-որ անձ ամեն գույքով ասել է, որ սա ոչ, նման տվյալներ ոչ բոլոր գույքերի մասով ունեն։ Երևան քաղաքի կենտրոն Ամիրյան փողոցի 4/2 շենքի 29 բնակարանի նկատմամբ է ձեր դիրքորոշումը եւ այս բնակարանը ձեռք բերելու ժամանակ կրկին փոխանցումներ կատարվել են Բագրատունի Բարսեղյանի կողմից նկատի ունեմ Հովիկ Աբրահամյանի հաշվին, թե ոչ։ Եվ ընդհանրական որպեսզի ընդհանուր 29-րդ, 33-րդ եւ 30 ֆոտորակ մեր բնակարանի ընդհանրական Ես
գումարային փոխանցումների պատճառական կապը ուղղակի չեմ տեսնում, թե ինչի համար դա ձեզ հետաքրքրում, ես նշեցի, որ հնարավոր է եւ փոխանցումներ կատարված չլինեն, որովհետեւ դրանք կանխիկ գործակներով ձեռք բերված բնակարաններ են։ Ասեմ ինչի համար է, որովհետև երբ որ ես ավտոմեքենաների մասով հարցադրում արեցի, դուք նշեցիք, որ այդ ժամանակահատվածում, երբ որ ավտոմեքենաները ձեռք էր բերվում, մեծ գումարներ էր փոխանցվում Բաղդադունի Բարսեղյանի կողմից Հովիկ Աբրահամյանի հաշվին, ինչը ձեզ համար հիմք է եղել արձանագրելու, որ դրանք իրականացվել են Հովիկ Աբրահամյանի հաշվին, նրա օգտին, նրա վերահսկման։ Դրա համար ես նաև այս Իմ ասածը հակասության մեջ չի, մենակ մեքենաներ չեն, կարող նաև անշարժ ոգեր հասկանում, արդյոք սրանց դեպքում էլ է նման մտքագրումներ եղել, որ դուք հանգել եք նման հետևությամբ։ Եվ եղել է եւ չի եղել, նայած տարի եւ ամիս, դա այդպես միմյանց լրացնելով չեն գնացել այդ փոխանցումները եւ գույքի ձեռքբերումները։ Դրանք ուղղակի փոխանցվել են Հովիկ Աբրահամյանին, Հովիկ Աբրահամյանն դրանք սպառել է արտասահմանում հիմնականում մեծամասամբ ընտանիքի կողմից դրանք սպառվել են։ Նույնը կարող ենք արձանագրել նաև քաղաք Երևան Դավիթ անհավթի փողոց 14 կոտրակ 17 հասցե հողամասի հետ կապված։ Ես կարծում եմ, որ տրամաբանությունը նույնն է, բոլոր իմաստով է, մենք նույնը կարող ենք արձանագրել։ Եվ 14 կոտրակ 20 հասցեի գույքի նույն Դավիթ անհավթի եւ 14 կոտրակ 18 հասցեի գույքի նույն Դավիթ անհավթի։ Այսինքն այստեղ Դավիթ անհավթի փողոց 14 կոտրակ 19 հասցե, այսինքն այս բոլորի մասով նույն ընդհանրական նույն ընդհանրական մոտեցումը։ Այս բոլոր գործառույթների մասով, երբ որ անշարժ գույքերը ձեռք է բերվել Բաղդադունի Բարսեղյանի կողմից եւ բնականաբար կադաստրի պետական կոմիտեում ստացել է պետական գրանցում Բաղդադունի Բարսեղյանի անվան։ Սա այս մասում կադաստրի պետական կոմիտեում պետական գրանցում ստանալը նույնպես վերահսկվել է Հովիկ Աբրահամյանի կողմից եւ նրա անունից է եղել, թե ոչ։ Եթե նկատի ունեք, որ կադաստրի կոմիտեում գույքի նկատմամբ իրավունքի գրանցումը գործարք է, չէ, ոչ որպես գործարք, իրականացվել է գույքի նկատմամբ պետական գրանցում։ Սա նույնպես կատարվել է Հովիկ Աբրահամյանի անվամբ, նրա օգտին, թե ոչ այս գրանցումը, որովհետև ասեմ, հասկանալի է հարցը, հետևյալն է տրամաբանությունը, անձնական Հովիկ Աբրահամյանի կողմից մեր դիրքորոշումը, գործարքները, գործողությունները Հովիկ Աբրահամյանի կողմից։ Այս մի քանի պայմաններով մենք համարել ենք մի շարք գույքեր, դրանք կթվարկենք, թե ընդհանուր ցանկը գնայինք, այդ բոլոր գույքերը համարել ենք Հովիկ Աբրահամյանի պատկերով, այսինքն իրական շարժում նաև դարձել։ Դրա հետ կապված գրանցման վճար կատարվի, գույքի սեփականության իրավունքի վկայական ստանալու համար վճարում կկատարվի, արդեն երկրորդական է, որովհետև այդ գույքի իրական շարժում դիտարկված է Հովիկ Աբրահամյանը։ Երկու հավելում է կատարեմ, առաջինը հետևյալը։ Մեր կողմից տրամադրվել է աշխատանքային ֆայլը եւ ձեր հարցերը առայն, որ արդյոք այս գույքից առաջ կան նմանատիպ փոխանցումներ, որոնք արդեն իսկ մենք վկայակոչեցինք, այդ բոլոր հարցերը այդ աշխատանքային ֆայլի միջոցով հնարավոր է նախապես իմանալ, այսինքն նկատի ունեմ, որ եթե գիտենք ենթադրենք 15 թվականի գույք է ձեռք բերվել մարտ ամսին, դրան նախորդող ժամանակահատվածով ֆիլտրերի միջոցով հնարավոր է հասկանալ, արդյոք դրան նախորդող ժամանակահատվածում մուտքեր ելքեր կան թե ոչ, եւ երկրորդ հարցի վերաբերյալ դիրքորոշում, յուրաքանչյուր գործարքի գրեթե բոլոր գործարքների մասով դուք ուղիղ հարց եք տալիս առայն, թե մենք ունենք ապացույց այն մասին, որ այդ գործարքով արձանագրված, այդ պայմանագրով արձանագրված գումարը փոխանցվել է Հովիկ Աբրահամյանի կողմից, որպեսզի Բաղդադունին իր հերթին արդեն փոխանցի վաճառողին։ Խոսքը կանխիկ դրամական միջոցների մասին է, այն դեպքում, երբ որ բանկի փոխանցումներով երևում է, այդտեղ կարծում եմ ոչ մեկը պետք չունենք, որ հստակ գույքի փոխանցումը երևում է, գույքի արժեքի փոխանցումը երևում է բանկով։ Այն դեպքում, երբ մենք կանխիկով կատարված գործարքների հետ գործում ենք, այդ պարագայում դա վերահսկելի չէ, բնականաբար մեր կողմից կանխիկ միջոցների վերահսկման ուղղությամբ որևէ գործողություն չէր կարող կատարել, մենք չենք կարող ասել, որ
անձի այս կանխիկ միջոցը այսօրը փոխանցել է, թե այլ ածանցյալ ապացույցներ չկան, իսկ այդ այլ ածանցյալ ապացույցները լինելու դեպքում արդեն դատաքննության փուլում մենք կարող ենք ուսումնասիրել, բայց ամեն դեպքում միտքն այն է, որ կանխիկ դրամական միջոցներն անվերահսկելի են թե իրավասունի կողմից եւ թե կարծում եմ հենց անձի կողմից էլ, որովհետեւ չեմ կարծում, որ անձը հաշվառել է, իհարկե որոշ դեպքերում հնարավոր է, որ հաշվառել է, որ իր կանխիկ այս դրամական միջոցը գնաց այստեղ, մյուսը եկավ այստեղ եւ այդ կանխիկի շարժը ամբողջությամբ երևա, որ այդ հստակ ասել, որ կանխիկ միջոցը տրվեց այս անձին, ինքն էլ իր երթին կանխիկ միջոցը տվեց այս անձին, պետության կողմից անվերահսկելի է։ Ունենք ամեն դեպքում պայման, որ անշարժ գույքի ձեռքբերման պայմանագրով, առողջարքի պայմանագրով արժեքը վճարված է, այսինքն դա կատարվել է կանխիկ կերպով, վճարված է, վեճ չկա այդ առումով։ Իսկ վճարվել է Բագրատունի Բարսեղյանի կողմից։ Դա է կանխիկ թե ում կողմից է փոխանցվել, իսկ ֆիզիկապես ում կողմից է փոխանցվել, կարծում եմ իրական շահառու լինելու տեսանկյունից այդքան էլ էական չի։ Կանխիկ թե ում կողմից է դա տրվել։ Տեսեք, նույն իրական շահառուի տեսանկյունից ընդհանրապես գումարի մասին կարող խոսք չլինել, այսինքն որևէ մեկը մյուսին կարող է ընդհանրապես գումար չտալ, պարզապես այն գույքը, որ ինձ է պատկանում, ես կարող եմ նվիրել այլ անձի եւ այդ գույքի իրական շահառուն շարունակել մնալ։ Օրենքի տեսանկյունից ես դեռ իրական շահառուն եմ, որևէ գումար ոչ մեկ չմուծեց, որևէ մեկին գումար չփոխանցվեց։ Տեսեք, ես հարցադրում ես, երբ որ նշեցի կադաստրի պետական կոմիտեին կրկին Հովիկ Աբրահամյանի անունից եւ նրա օգտին է կատարվել, թե ոչ ինչու նշեցի, որովհետեւ մենք ունենք մի իրողություն, երբ որ դուք նշում եք, որ գույքերի իրական շահառուն ամուսանում է Հովիկ Աբրահամյանը եւ գործարքները վերահսկվել են նրա կողմից, մինչդեռ ունենք նաեւ մեկ այլ իրողությունը պետության կողմից որը հաստատված, որ նշված գույքերի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը կատարված է Բագրատունի Բարսեղյանի եւ անհայտ որոշ դեպքերում նաեւ Աննա Հայրապետյանի անվամբ։ Իսկ մենք գիտենք, որ պետական գրանցումը կադաստրի կոմիտեում վարչական ակտ է եւ գործում է վարչական ակտերի հավաստության կամ հավարկածը։ Այդ Բագրատունի Բարսեղյանի եւ Աննա Հայրապետյանի անվամբ իրականացված պետական գրանցումները որևէ կերպ վիճարկված չեն, այդ թվում նաեւ վիճարկված չեն ձեր կողմից։ Ինչպես եք այս դեպքում դուք նշում, որ երբ որ կա վարչական ակտ, որով հաստատված է, որ դրանց իրական սեփականատերը, ես նույնիսկ իրական շահառուն կարող եմ այստեղ ասել, Բագրատունի Բարսեղյանն է եւ Աննա Հայրապետյանը, որևէ կերպ այդ պետության կողմից հաստատված փաստը վիճարկված չէ, կասկածի տակ դրված չէ եւ նշում եք, որ այդ գույքերը բոլոր դեպքերում Բագրատունի Բարսեղյանին չեն, ինչպես դա հասկանալ։ Հասկանալ պետք է հետևյալ կերպ, որ մեր կողմից չի վիճարկվել եւ հիմա չի վիճարկվում այդ վարչական ակտը։ Պետական գրանցման հետ կապված մենք որևէ խնդիր չենք էլ բարձրացնում, այսինքն չենք ասում, որ չենք հավատում այս պետական գրանցմանը։ Նույն տրամաբանությամբ մինչև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնականացման վարույթը կստեղծվեր, գոյություն ունեն նաև շինծու գործարքների, հիմա էլ կան իհարկե, շինծու գործարքների վերաբերյալ կարգավորումներ, որոնք դեռևս 98 թվականից եւ դրա նախորդող ժամանակահատվածից եւս օրենսգիրը դիտարկել է, որ հնարավոր են դեպքեր, երբ որ պայմանագրերը կնքվեն այլ անձանց միջև, բայց այլ անձինք գրանցվեն այլ անձանց անունով, գույքը գրանցվի եւ այլ, այսինքն այնպես չի, որ իրականության մեջ դեպքերը չկան։ Հիմա 20 թվականին, երբ որ օրենքը ընդունվել է, օրենսգիրը արդեն այլ աչքերով է հարցին նայում եւ որևէ կերպ չի պարտավորեցնում եւ չի մատնացույց չի անում իրավասումանին գնալ եւ վիճարկել այդ բոլոր պետական գրանցումները, այլ փոխարենը շատ ավելի բարձ մեխանիզմ է ներդրել, նշելով, որ եթե իրավասումանինը գտնում է, որ այս կամ այն գույքի կամ գործողության իրական շահառուն կամ գործողության իրական շահառուն անձն է, ապա այդ հանգամանքն է ենթակա ապացման եւ իրական շահառու լինելու ուժով այդ փաստը հաստատվելու հիմքով դրան գումարած դատական ակտի հիման վրա այդ բոլոր պետական գրանցումների հարցներ է լուծվում, վարչական ակտերի հարցներ է լուծվում։ Տեսեք դուք ինչպես է լուծվում։ Գրանցվում է պետության սեփականությունը։ Տեսեք, ասում եք գրանցվում է պետության սեփականությունը։ Հիմա կոնկրետ հաջորդ հարցը առաջացավ։ Գրանցված է Բագրատունի Բարսեղյանի անվամբ, բռնականացվում է որպես այլ անձի գույք եւ պահանջ չկա, որ Բագրատունի Բարսեղյանի անվամբ կատարված գրանցումը
ճիշտ չէ, կատարված է, ինչպես դուք եք նշում, շինծու գործարքի կամ անվավեր գործարքի հիման վրա, ինչպես է սա իրական կատարվելու եւ արդյոք սա իրավական իրավաչափ է։ Իրավաչափությունը դատարանը կորոշի, մենք առաջնորդվում ենք այն դիրքորոշումներով, որոնք որ ունենք։ Ինչ վերաբերում է նրան ինչքանով է սա բխում օրենքից, կարծում եմ ամբողջությամբ եւ միանշանակ բխում է օրենքից, որովհետեւ կրկնում եմ, օրենքները նախատեսել է իրական շահառուի ռեժիմով այլ անձից գույքը պահանջելու հնարավորություն, բացի այդ օրենքները նախատեսել է հետեւյալը, որը իրավասու մարմինն է, ըստ դեպքում վարչությունը անպատասխան ներկայացնում է Հովհուտ Հայաստանի Հանրապետության գույքի բռնականացման պահանջ։ Մենք ներկայացնում ենք գույքի բռնականացման պահանջը, ապացուցում ենք իրական շահառու լինելու հանգամանքը, այսինքն իրական շահառու լինելու հանգամանք ապացուցել իրենց ենթադրում է հետևյալը։ Կա գույք, որը գրանցված է տիտղոսային առումով պատկանում է մի անձի, բայց իրական շահառու մեկ այլ անձ։ Այդ հանգամանքը հաստատվում է եւ ենթակա է բռնականացման դատական ակտով արդեն։ Հասկացա։ Թե վարչական ակտը պետք է բողոքարկի, չպետք է բողոքարկի, մեր դիրքորոշումը ոչ միայն այս գործով, բոլոր գործերով հետևյալն է, որ ոչ, դա չպետք է բողոքարկվի, այդ գործարքները նույն տրամաբանությամբ, այսինքն շինծու կամ գերգործարքներ ճանաչելու տեսանկյունից կարելի է ասել, մենք գտնում ենք, որ այդ մոտեցմամբ չպետք է առաջնորդվել, իրական շահառուն հաստատվի, հենց նախատեսվել օրենսդրական Կարող եք նստածվելուով աղբանել, Եթե համակարգիչից եք օգտվում, խնդրեմ, նույնը վերաբերում է բոլորին, եթե կարծում եք, որ համակարգիչից օգտվել անհրաժեշտ կարող եք նստած։ Հարցերի տակ նստած է, հաշվի դառնալ, կարող նստած պատասխան։ Լավ, ես կկանգնեմ, որ կարիք չխախտեմ։ Չէ, չի խախտում, թույլ է բոլորը։ Այս գործի հետո չվերադառնամ, չմոռանում, միջանկյալ հարցան Մերկանյանից ներկայացնեմ։ Այն նշեցիք, որ ոչ պայմանագրերը, ոչ վարչական ակտերը վիճարկելու անհրաժեշտություն իրավասու մարմինը չի տեսնում, այնքան որքան օրենքը հնարավորություն տալիս է իրական շահառության գույքերը բռնականացնել, այդ իրավական կառուցակարգի շրջանակներում այցի ներկայացվի։ Հետևում ես ձեր մոտեցումը, քան դժվար միականացնող մարմնի մոտեցումը բացահայտել օրենքի 20-րդ հոդվածի երրորդ մասի վերաբերյալ համաձայն, որի հայցքորի կողմից հայցքադիմով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենքով նախատեսված ցանկացած պայմանագրի կնքված լինելու հանգամանք։ Ամենական, եթե մենք ձեզ հետ համաձայնում ենք, որ իրական շահառու որակվելու եւ իրական շահառուից գույքի բռնականացման պահանջ ներկայացնելու բարեկամի գործարքների եւ իրավունքի գրանցման վարչական ակտերի վիճակման անհրաժեշտությունը բացակայում։ Կբացահայտեք օրենսդրի այս կարգավորումը այս բարոյի շրջանակներում որ դեպքերի ուղղված։ Այդ պահանջներ ներկայացնելու կարգավորման մասով նախ որպեսզի իրավասու մարմնի մոտեցումը դիրքորոշումը առանձնահատուկ պրակտիկայում ակնհայտ լինի, նշեմ, որ այո, կան նման դեպքեր, երբ այլ պահանջներ են ներկայացվում, ապօրինի գույքի բռնականացման պահանջից զատ, դրանց զուգահեռ եւ դրա հետ կապված, օրինակ միանձնյա ինքով միանձնյա ռեժիմով անձին պատկանող գույքը մյուս ամուսնու ներդրումների շնորհիվ եւ դրա պատճառով էական ներդրումների շնորհիվ համատեղ գույք ճանաչելու պահանջ։ Նման պահանջ ներկայացումը ուղղակի հարցս ավելի շատ ոչ թե շատ հարցս վերաբերում է որ պահանջներին է որ դեպքերին է վերաբերում, երբ որ դուք բարձրացնում եք գործարքի անվավերության, առողջության կամ պայմանագրերի կնքված չլինելու վերաբերյալ։ Ես ձեր հարցին չեմ կարող պատասխանել, որ դեպքերն է վերաբերում, որովհետև պրակտիկայում չունենք նման դեպքեր, մենք չունենք նման պահանջներ։ Ահա, իսկ մի փոքր հաստերի վերաբերյալ հարցերս, ձեր գնահատմամբ օրենսդրի այս կարգավորումը այնուամենայնիվ
որ դեպքերին է ուղղված, որտեղ ենթադրում եմ ինքնանպատակ չի կարգավորումը, ինչ որ մի բանի կոչված է, ինչ որ մի բան ուզեցել են կարգավորել, որ դեպքերի նկատմամբ, որ այնուամենայնիվ անգամ եթե մինչորս չի կիրառվել, կիրառելի կլինի։ Պետք է նստեմ մտածեմ այսպես։ Տատեք նիստին անադա։ Սա միջև այդ լուծումը։ Ես օրինակ բերել, որ վարչական շրջանի ղեկավար իր աշխատակցից հաճախակի նվիրատվություններ ստացած լինի, որոնք որ հաջորդող մասնակցած եւ ձևական հաջորդային արժեքներով ստացած լինի, միգուցե մենք նման պահանջներ փորձենք նախատեսել։ Ներողություն պարոն, եթե օրինակ համայնքից ստացած։ Այո, համայնքին շատ ձևական գներով մեծ հեկտար հողագտորներ, որպեսզի ստացված լինի։ Որոնք ինչ տարբերություն ունեն այդ տեսակ գործարքների եւ այն գործարքների, որոնք որ այս հայցի շրջանակներում են հեռավորված, այլ թվում այն գործարքների, երբ օրինակ ձեր դինարման շուկայականի դրականորեն ցածր գնով են վարվել կամ ինչի եք սուբյեկտով պայմանավորում վավերության խնդրի բարձրացումը։ Չէ, սուբյեկտով պայմանավորված չէ, ես ուղղակի դա մեր իրավունքն է, այնպես չի որ իմպերատիվ նշում, որ այս դեպքերում մենք իմպերատիվ նման կերպ ենք վարվում, դա նորից եմ նշում, կոնկրետ վարույթի առանձնահատկությունից ելնելով, որ օրինակի համար վերջում նվիրատվությամբ թիգուցե հենց այդ համայնքի ղեկավարին անգամ գրանցվենք կամ ընտանիքի անդամների կամ նույնիսկ հնարավոր չգրանցվենք, բայց այդպես է մնա այդ անձի անունով, ուղղակի քանի որ նվիրատվությամբ հաստատել, ամեն դեպքում մենք դա չենք կարող անձը ով յուղապետարանից ենթադրենք աջուկով վերցնելա մեկ այլ անձի նվիրելա։ Մենք հնարավոր է փորձենք այդ դեպքում գործարքը վիճակել 20 հոդվածի 3-րդ մասով։ Ինչ տարբերություն է գործարքի եւ այս հայտնի ինքնուկած բազմաթիվ գործարքների միջեւ, որ նա վիճարկելու անհրաժեշտություն տեսնում եք, այսինքն երբ վերադարձի կառուցակարգի աշխատել չաշխատելու տեսանկյունից դեպքում հասնելով կանգնեմ երկրորդ կապում։ Ինչ տարբերություն երբ վերադարձնելու կառուցակարգի տեսանկյունից այս գործարքների եւ այն գործարքի, որը դուք եք մատնանշում, եթե համայնքից է ստանում, պայմանական է իրական շահ ամբողջը ձեր մատնանշած կա։ Ինչ եք այն դեպքում վիճարկելու անհրաժեշտություն տեսնում, այս դեպքերում վիճարկելու անհրաժեշտություն չեք տեսնում։ Չափանիշը վիճարկելու, չվիճարկելու, որն է։ Ես նորից եմ նշում, հնարավոր է որ նորից եմ աջուկի սահմանված գնային քաղաքականություն համայնքի ղեկավարները կոնկրետ նշել են, որ դրանք հենց իրական շահառուն հողի կապն են։ Այսինքն դա մի քիչ տարբերվող, այսինքն մենք ունենք այլ ապացույցներ, որպեսզի այդ ճանապարհով գնանք։ Ներողություն, ճիշտ հասկացա, ունենք եթե ոչ մի ձևով չկարողանանք իրեն տեղավորել իրական շահառու ձևակերպման տակ, ու այդ ժամանակ գնանք վիճակման ճանապարհով։ Այսինքն այս հոդվածը ձեր հիմնադրամում այդ դեպքերի համար է, որ եթե իրական շահառուն չկարողանանք հիմնավորել, իրենք չի վերաբերում օրինակ Բաղրատունի Բարսեղյանի։ Չէ, ես մասը չեմ ասում, ինձ հետաքրքրում է մոդելությունը։ Հա, անձիկ եմ ուզում առանձնացնել, որ հնարավոր է նրանք գործարքներ հաճախակյալ են, բայց եթե ինչ-որ մեկ գործարքի մասին է խոսքը, որը մեկ այլ անձի անվամբ է, եւ մենք ներքին համոզմունք ունենք, որ իրականում իրական շահառուն հենց հանդիսանում է մեր սուբյեկտը ուսումնասիրող։ Միգուցե այդ ճանապարհը դրենք։ Ես բացեմ իմ ինքը, հա, որպեսզի գուցե պատասխանեմ դրան։ Ոչ պայմանագրերի վիճակում եւ ոչ վարչական ակտի վիճակում, ինչտեղ գործմաթե պայմանագրերի օրինականին եւ վարչական ակտի իրականացման կապակցը, որը մենք պետք է վստահենք։ Եթե հետեւեք նախահարության տեխնիկացմանը, ապա հարցը առաջանում այնուհանդերձ այս օրենքում ինչու է նախատեսվել գործարքների վիճակման դատախազության հնարավորությունը։ Եթե անհրաժեշտ չի գործարքների օրինականության եւ վարչական ակտերի օրինականությանը անդրադառնալ, ապա այս կարգավորումը ինչու է նախատեսվել։ Մի օրինակի պարոն Հարությունյանը նշեց, դա էլ այդ օրինակներից, երբ որ կարող եք պահանջել, որպեսզի գործարքի անվավերության հետ կապ չունի, դա իրավունքի բաժինը մեծացնելու կամ իրավունքի ճանաչման հայց է։ Դա վիճակման հայց չի։
Լուսան երևի թե դեռևս մեր իմ վերած մի օրինակով փոխ բավարարվենք, որտեղ նման է։ Եթե այլ օրինակ լինի, Ես շարունակեմ սրա հետ կապված, նայեք, դուք օրինակ բերեցիք շինձու գործարքները եւ նշեցիք շինձու գործարքների դեպքում նույնպես գույքը գրանցվում է մեկ այլանդյանով, սակայն դատանում վիճարկվում է շինձու լինելու հանգամանքը եւ այդ դեպքում գույքը հնարավոր է լինում հետբեր։ Բայց չէ որ այս դեպքում երբ որ վիճարկվում է գործարքը, շինձու գործարքը, դրա հետ զուգահեռ վիճարկվում է նաեւ պետական գրանցումը։ Իսկ ձեր դեպքում, երբ որ պահանջը ներկայացված է կոնկրետ որպես իրական շահառու դիտարկել եւ գույքը վերադարձնել, սրա մեջ չի ներառվում այդ պետական գրանցումները վիճարկելու վարույթը եւ կրկին մենք այստեղ հենց ի տարբերություն գործարքների անվավերության, երբ որ դատանը քննարկում է նաեւ այդ անվավերության հարցը, պետական գրանցումների, այստեղ չի դիտարկվում եւ այստեղ չի քննարկվում այդ հարցը, ապա այս առումով դուք խնդիր չեք տեսնում։ Այս առումով ես պետք է կրկնեմ դիրքորոշումն այն, որ ոչ խնդիր չենք տեսնում, օրենքը նույն տրամաբանությամբ նաև նախատեսում է, որ երրորդ անձանց իրավունքները, եթե ծանրաբեռնված է գույքը, որ բռնագանձվում է, դատական ակտի ուժով, եթե իհարկե այդ անձինք բարեխիղճ չեն, դատական ակտի ուժով դրանք դադարում են, այսինքն գույքի բռնագանձման փաստը դադարեցնում են նրանց իրավունքները։ Այսինքն ուղղակիորեն օրենսդիրը գրել է, որ անհրաժեշտություն չկա այդ երրորդ անձանց իրավունքների պետական գրանցում վիճարկել եւ այլ կեղծ շինծու եւ այլն, դատական ակտը բավարար է եւ անհրաժեշտ, որպեսզի այդ իրավունքները դադարեն։ Հիմա նույն տրամաբանությամբ առաջնորդվելով մենք էլ ասում ենք, որ այդ բոլոր այն գույքերի առումով եւ մասով, որոնց իրական շահառուն դիտարկում ենք այս կամ այն անձին, դրանց կնքված պայման, դրանց մասով կնքված պայմանագրեր, դրանց հիման վրա կատարած պետական գրանցումներ վիճարկելու անհրաժեշտություն մենք չենք տեսնում։ Որտեղ օրենսդիրը մեզ հուշել է, որ անգամ երրորդ անձին, ովքեր ունեն իրավունքներ, այդ իրավունքները կդադարեն, եթե ունենաս գույքի բռնագանձման վերաբերյալ ակտ, եւ այդ գույքի վերաբերյալ բռնագանձման ակտի ուժով այդ իրավունքները դադարելու են։ Եվ այս տրամաբանությամբ առաջնորդվելով մենք կարծում ենք, որ իրական շահառու լինելու հանգամանքը պետք է ապացվի, այդ դեպքում եթե արձանագրվում է, որ այս գույքը պատկանում է այս անձին օրենքի տրամաբանությամբ եւ օրենքի իմաստով, այդ դեպքում ենթակա բռնագանձման կարող ապօրինի, ուրեմն այդ դեպքում բոլոր հարցերը պետք է փակվեն եւ լուծվեն։ Իսկ իրական շահառուի գնահատման համակարգին արդյոք չպետք է համապատասխան պահանջներ լինի գործարքները վիճարկելու մասով նաեւ, որպեսզի այս մասով, եթե դուք ասում եք դա գործարքը եղել է, ասենք, տվյալ անձի օգտին կամ նրա հաշվին, ապա արդյոք չպետք է նաեւ գործարքը վիճարկվի, որպեսզի հաստատվի, որ իրական նույն ասած այդ իրական շահառու եղել է ոչ թե Բագրատունի Բարսեղյանը, այլ կոնկրետ անձը։ Բայց ինչու է իրական շահառու նախատեսում է դա։ Գործարքների անվավերության պահանջի միջոցով արդյոք չպետք է այս հանգամանքները հաստատվեն։ Տեսեք, այդտեղ խնդիր է առաջանում հետևյալ տրամաբանությամբ։ Եթե նախատեսած է իրական շահառու եւ իրական շահառու հանդիսանալու հետ կապված այդ բոլոր ամբողջ շղթան պետք է վիճարկվի, իրական շահառու նախատեսելու իմաստ չկա։ Պարզապես այդ ինստիտուտի իմաստը կորում է, որովհետև այլ ինչու պետք է մենք ունենանք նոր ինչ-որ ինստիտուտ իրական շահառուի, ցույց տանք, որ այս գույքը այս անձի վերահսկմամբ է գնվել կամ այդ անձին է վերահսկել եւ նաեւ գնանք ձեր ասած ճանապարհով այդ ամբողջ շղթան վիճարկենք, եթե այդ ամբողջ շղթան վիճարկենք, այդ արդյունքն ենք հասնելու։ Դրա փոխարեն օրենսդիրը ասում է գնա իրական շահառուի ռեժիմով այդ հարցին անդրադարձի։ Իմ կարծիքով օրենսդիրը իրական շահառու դիտարկել է, որպեսզի իրական շահառուի համատեքստում հնարավորություն ունենա իրավասու մարմինը օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված այս պահանջները համապատասխան պահանջները ներկայացնելու դատարան, սա իմ կարծիքն է։ Հաջորդ հարցս կարող եք նշել կոնկրետ Աննա Հայրապետյանը ինչ անմիջական առնչություն է ունեցել Հովիկ Աբրահամյանի հետ, որ նրա կողմից մնացած գործարքները նույնպես դիտարկվում եք որպես Հովիկ Աբրահամյանի վերահսկում։ Աննա Հայրապետյանը Բագրատունի Բարսեղյանի կինոց, չէ՞։ Այո։ Այստեղ հիմնական առնչությունը Աննա Հայրապետյանի, եթե չեմ սխալվում, հիշել անորոշներ ընկերությանն է վերաբերում, որը հետո անվանափոխվել է Ապաշտուրազը հայ, ինչ ծավալը մեծ է, ես մասից հիմա։ Ընդհատեկոս այդ մասով,
Ինչ առնչություն է ունեցել կոնկրետ Աննա Հայրապետյանը։ Կոնկրետ ես կներեք կոնկրետ գիշերային անուշները գալիս Պոլսյանի կնաշտերում Աննա Հայրապետյանի անվան գույք լրջել եք որ իրական շարը Հովիկ Աբրամյանը գույություն չունի, նման պահանջ մեկ չունենք մեր հայցերի։ Աննա Հայրապետյանին դիտարկել եք զուտ որպես Բագրատունի Բարսեղյանի և Բագրատունի Բարսեղյանի հետ համատեղ ձեռքբերված գույքի մասով։ Իհարկե, որովհետև այդ գույքային ձեռքբերումները հենց համատեղ ամուսնական կյանքի ընթացքում են եղել, որ մենք նշում ենք, որ իրական շահառու Հովիկ Աբրամյանն է և իրանքի գրանցումները, թեկուզ և կան վկայականներ, որտեղ միայն Բագրատունի Բարսեղյանի անունն է նշված որպես սեփականատեր, բայց քանի որ կա գրանցված ամուսնություն, պահանջը հենց երկու ամուսիններից էլ ներկայացվել է։ Եվ հասկանալի է, շնորհակալություն։ Արդյոք իրավասու մարմինը ուսումնասիրության պարզել է, թե Բագրատունի Բարսեղյանը որպես Հովիկ Աբրահամյանի անվտանգության աշխատանքի ունեցել է արդյոք Հովիկ Աբրահամյանին Հայաստանի Հանրապետության մեքենայով չի, այլ ինքնաթիռով է, կրկին դիտարկել ենք, որ դա էլ պաշտոնական այցեր չեն, դրանք մասնավոր այցեր են, քանի որ այդ մասնավոր այցերի ընթացքում մենք ունենք սպառված միլիոնավոր դոլարների շարժեր տարբեր քաղաքներում, ես նշել եմ, որոնց մեծ մասը խաղատների մասին էր վկայել, այսինքն նպատակաշները խաղատների անուններ են։ Ուսումնասիրություն արվել է, թե կոնկրետ աշխատանքային այցով են եղել, թե ուղղակի ենթադրությունների հիմնավոր, եթե նույն մասնավոր ավտոմեքենայով գնացել կամ ինքնաթիռով, ապա դա չի եղել աշխատանքային։ Ես չեմ կարծում, որ Ինչու համար եմ ասում, եթե Բագրատունի Բարսեղյանի ուղեկցելը դուք դիտարկել եք որպես իրական շահառուի կոմպոնենտներից մեկը, այլ անձանց մասով հարցը տվյալներ արդյոք այլ անձանց դիտարկել եք եւ նրանց կողմից ներկայացված գործարքները նույնպես դիտել եք որպես գործարքներ իրական շահառու Հովիկ Աբրամյան, թե դա կատարել եք միայն Բագրատունի Բարսեղյանի։ Ուսումնասիրել եք, եթե այլ անձինք ևս Հովիկ Աբրամյանի հետ Հայաստանի Հանրապետությունից դուրս են եկել, բայց չունեն այստեղ գույքային մեծ ձեռքբերումներ կամ Հովիկ Աբրամյանի ընտանիքին չունեն կատարած մեծ փոխանցումներ, ինչ որ ձևով չեն առնչվում այդ գույքային ձեռքբերումները, բնականաբար մենք դրանց չենք դիտարկել իրական շահառու։ Դուք նաև նշել եք այն հանգամանքը, դուք ասացիք, նշված էր, որ նաև որպես իրական շահառուի դիտարկման հիմքում դրվել է նաև Բագրատունի Բարսեղյանի Մղչան գյուղում բնակվելու հանգամանքը։ Այո, հայցադիմում նշել եք, եթե չեմ սխալվում, այո։ Իսկ այդ ծննդավայր ևս Մղչան։ Այլ անձինք, որ նույնպես բնակվել են Մղչան գյուղում, դուք նրանց նույնպես դիտարկում եք որպես իրական շահառու, թե դուք միայն որպես այդ համայնքի բնակիչ դիտարկել եք Բագրատունի Կոմպոնենտներից մեկը դա է եղել, որ նշել ենք, որ Բագրատունի Բարսեղյանը, Պողոսյանը, Գրիգոր Գևորգյանը, եթե չեմ սխալվում, բոլորն նույն այդ տարածքից էին, նույն գյուղի հարող տարածքից են եղել, դա կոմպոնենտներից մեկն դա է, որ միգուցե ավելի վաղ ժամանակահատվածից ճանաչել են մեկ-մեկով։ Այդ բացի Մղչան գյուղում ծնված նախկինում բնակվող կամ ներկայումս բնակվող բացի Բագրատունի Բարսեղյանից այլ անձ, որը ծնվել է Մղչան գյուղում կամ նախկինում կամ ներկայումս բնակվում է այդ գյուղում, պարզել եք այդ անձանցից որևէ մեկը։ Այն անձինք, ովքեր լքել են սահմանը, դիտարկել եք Արսեն Աբրամյան, որը Հովիկ Աբրամյանի եղբոր որդին է։ Այսինքն, եթե ինչ-որ առնչություն ունեցել է մեր ապացույցների հետ, այդ հիմքում նախատեսված գույքերի, իհարկե դիտարկել ենք։ Նաև ավտոմեքենաների համարանիշների հետ կապված, դուք պարզել եք արդյոք բոլոր 50 տարբեր տարերով 005 աշխարհման համարանիշների ավտոմեքենաների սեփականատերը դրանք բոլորը փոխկապակցված են Հովիկ Աբրահամյանի հետ, թե կան այլ անձինք, որ ընդհանրապես կապ չունեն եւ նրանք ունեն նշված աշխարհման համարանիշներով ավտոմեքենաներ, որովհետեւ աշխարհման համարանիշները նույնպես դրական շահառուի ուզում եք հասնել բոլոր 50-005 վերագրել եք Հովիկ Աբրահամյանին։ Պարզել եք այդ 50-005 աշխարհման համարանիշների բոլոր սեփականատերերի, ավտոմեքենաների, շահագործողների տվյալները, աշխարհման համարանիշներն են։ Հիմա նայեք, մենք ժամանակը ավելի նեղացրել ենք։ Տեսել ենք, որ Արգամ Աբրամյանը ունի բազմաթիվ 50-005 մակնիշի ավտոմեքենաներ։ Տեսել ենք, որ Գագիկ Պողոսյանը ունի 50-005 մակնիշի մեքենաներ,
տեսել ենք նաև, որ Բագրատունի Բարսեղյանը ունի 50-005 մակնիշի մեքենաներ եւ կան միմյանց միջև գործակտեր, ես նորից եմ նշում, հնարավոր մի համարանիշը լինի Արգամ Աբրամյանի անվամբ, որոշակի տարի հետո այդ նույն համարանիշը արդեն օգտագործի Բագրատունի Բարսեղյանի անվամբ գնացված ավտոմեքենայով։ Այսինքն այդ շրջանակը մի քիչ ավելի նեղացրել ենք 50-005 հետ կապված եւ նշել ենք, որ այս մեքենաների բոլոր գործակների իրական շահառուն Հովիկ Աբրամյանն է։ Այսինքն այս մեքենաների ձեռքբերումները կատարվել են Հովիկ Աբրամյանի պատկանող գումարներով։ Բայց չեք բացառում չէ, որ այլ 50-005 հաշվառման համարանիշներով մեքենաների սեփականատեր կարող են լինել ընդհանրապես այնպիսի անձիկ, որոնք չեն ճանաչում։ Դա չէ պահանջում, որ չեն բացառում։ Այսինքն կան այո, եղել են որ 50-005 մակնիշի մեքենաներ, որոնք բնականաբար առաջին չեն ունեցել Հովիկ Աբրամյանը։ Այսինքն եթե ամբողջ հասարակությունս այսպես անում, եթե ոչ բոլոր մեքենաներն են, եթե ձեր ասացի տրամաբանությունը կլիներ այնտեղ, եթե բոլոր 50-005 համարանիշի ավտոմեքենաները հաշվառված լինեն կամ կապ ունեն բացառապես Հովիկ Աբրամյանի հետ, այս դեպքում միգուցե ինձ համար ընդունելի լիներ ավտոմեքենայի հաշվառման համարանիշը որպես իրական շահառուի հիմքում դնելու հանգամանք։ Բայց եթե այդպես չէ եւ այլ անձինք ցանկացած այլ անձինք նույնպես կարող են ունենալ, ապա այս դեպքում զուտ Բագրատունի Բարսեղյանի կողմից նման համարանիշ ունենալը ինչու պետք է դեպի իրական շահառուի հիմքում։ Որովհետև 50-005 համարանիշը գրող Բագրատունի Բարսեղյանը $3 միլիոն է փոխանցում Հովիկ Աբրամյանին։ Այսինքն մենք մի քանի բան նորից եմ ասում, համադրում ենք միմյանց հետ։ Այնպես չի, որ մեկ այլ անձի ենք վերագրել, կոնկրետ փաստերով ենք նայել այդ ամեն ինչը։ Այսինքն ես չեմ կարծում, որ Բագրատունի Բարսեղյանը այնքան ապահովված էր, այնքան հնարավորություն ուներ, որ ղեկավարի $3 միլիոն կարող էր հաշվին փող մուտքագրել, բայց չգիտեմ, դա հոբբի է, հա, անվտանգության աշխատակից աշխատել։ Անդրամաբանական է։ Դրա համար նշում եմ, որ դրանք հենց եղել են Հովիկ Աբրամյանի գումարները։ Իրավասու Սուրբանյանը կարող է բացառել այն վարկածը, որ 50-005 հաշվառման համարանիշի ավտոմեքենաների սեփականատերերի, հաստատի սեփականատերերի կամ շահագործողների մեջ եղած լինեն այնպիսի անձին, ովքեր ծնվել, նախկինում բնակվել կամ ներկայումս բնակվում են Մոսկվայի համայնքով եւ Հովիկ Աբրահամյանի հետ միաժամանակ հատել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանը, այդ թվում նույն մեքենայով։ Այլ անձին 50-005 մակնիշի ավտոմեքենաներով։ Ես եթե չեմ սխալվում, մենք հայցով անդրադարձել ենք տարբեր անձանց, որոնք ինչ-որ առումով կրկին անվտանգության աշխատակիցներ եղել են, բայց ինչ-որ իրենցից պահանջ չունենք, որովհետև գուցե դիտել ենք, որ իրական շահառու հանդիսացել է Հովիկ Աբրամյանը։ Եթե չեմ սխալվում, Գեղամ Հակոբյան նման անուն մտաբերում է, որ կրկին անվտանգության աշխատակիցների մեջ եղել է, բայց եւ ուներ 50-005 մակնիշի ավտոմեքենաներ։ Նրա գրքի իրական շահառուներին ես դիտել եմ Հովիկ Աբրահամյանը, մենակ Բագրատունի Բարսեղյանը։ Չէ, ես նշեցի, հիմա Բագրատուն կդժվարանամ հիմա պատասխանել ինչպես ենք կրում։ Միգուցե մեքենայի համարանիշները մենք բոլորը դիտարկել ենք Հովիկ Աբրամյանին, բայց կոնկրետ այդ իմացած Գեղամ Հակոբյանի մասով ես հիմա կդժվարանամ, պետք է կոնկրետ մասով նայենք, անդրադարձել ենք թե չէ։ Ես այս բան այլևս հարցեր չունեմ։ Կարող եք իմաստուգել հարցը բարձրանալ։ Վերջին հարցն է բարձրացնել։ Արիդատան ամեն դեպքում դա կից ապացույցներով ներկայացրել ենք, ըստ երևույթի մենք հայցով չենք անդրադարձել, որտեղ այդ մեքենայի ավելի վաղ ձեռքբերված 2001-2 թվականներին ձեռքբերված մեքենայի մասին է խոսքը, միգուցե դա չեք ներառել հաշվարկներում, դրա համար հիմա սենց չեմ կարողանում գտնել, բայց ապացույցներով կան հայցիկից։ Այլ հարցեր։ Պարոն Քոչարյան, հարցում եք։ Արիդատան 10 րոպե հրաժարական քուչե։ Առարկություն կա, միշտ կապված։ Ընդհանրապես 15 րոպե։